Սիտը։ Հետևորդներ ջան, այսօրվա վլոգը ես տեսարանից եմ սկսում, Աշուն է անձրև, ստվերներն անձև, թողում են դանդաղ, պաղ, միապաղաղ, Աշուն է անձրև, սարերին նայենք, ոնց են Մառախլապատամպերը վեր բարձանում ու լավ զգում, ոնց եմ սիրում, ես Աշնան, ես եղանակը, այնքան օրը լավն է, այնքան տրամադրող է, նույն Աշունը, իրա վրձինը տարբեր հատվածներում տարբեր ձևով է թողել, հատվածներ կան, որ ծառեր կան, որ ընդհանրապես չեն դեղնել, ծառեր կան, որ տեսակ ոնց է սիրուն ձևով դեղնված, սիրելի հետևորդներս, դպրոցից հետո ինչ ենք անում, ընկերուհիս զանգել գալիս ա, որ մի կոֆե խմենք, ամենքս գնանք մեր գործերով, այս տարածքում պիտի սպասում, մինչև գա, ու իրար հետ իջնենք մեր տուն։
ճանապարհը չի հովես։ Ստեղ նստած սպասում ենք իմ ընկերուհուն ու IS-ի տնակները, որ տեսնում եք, գտնվում է Լեջանգյուղի վերջնամասում, ոնց հասկանում եմ հյուրատունա դառնալու, հա, վարորդը բացատրեց, որ եթե նայում ենք այս աշրջան ավելի լավ կերևա։ Այստեղ տեսնում եք մեծ ու փոքր տնակներ, այն փոքրները իհարկե ամենի հետ որ կա, դրանք Սանհանգույց լոգարանետա, սրանք էլ հյուրատուն, առանցին սենյակներով, երկհարկանի, մենակ տեսքը ասեք, որ հավես է, մտահղացումը նոր է ու տեսարանը հավես է, այս ընթացքում էլ ուրեմն նամակ եմ ստանում Ռոզատատիկից, իմ հետևորդուհի, մի հատ ծաղկի նկար է ուղարկում, ժամանակին մենք ենք դա նվիրել իրան, ասպայից 3 տարի ու ավել ձեռքս չի գնացել, որ դեննետեմ, տեսանյութի գլխավոր նկարը կդնեմ, կտեսնեք, ավելի սիրունացրած ձևով, ասում առավոտ բարելույսով, ես էլ քեզ եմ նվիրում, ու սենց հավես բաներ, ասում եմ ինչքան լավ է, չէ, լավ մարդկանց հետ շփվելը, ասելը, խոսելը և առհասարակ լավի հետ գործ ունենալը։ Դեռ կնի մաշինարարական աշխատանքներ, այն ներքևի մասում էլ կա։ Ինձ թվում է այնտեղ էլ է սարքվում, մի խոսքով։ Սենց բաներ։ Սպասում ենք իմ ընկերուհուն ու գնանք դեպի հետ, քանի ազատ էի ժամանակով, ասում արի մենակ մի մնա, գնանք մի քիչ, շրջենք կանք, ու եկանք ես Գողտրիկ գյուղը, գյուղը ինձ ծանոթ է, ժամանակին ամուսնուս հետ շատ մեկ է գնացել, դրա համար տեղանքը ինձ լավ ծանոթ է։ Սենց բաներ։ Մտահղացումները շատ են, մի խոսքով, որ կգա պահը, կերևա։ Այն ժամանակ ավելի վստահ կասեմ ձեզ։ Եկեք ես կողմից էլ ես մի տեսարանը, մի փոքր գալաղանը, ճանապարհը լավ է, չի, դա հոմանակատ է թրթռում, սիրուն աչը,
Տղաներն ընկել են, խանութները դռները փակ արդեն, եկել են տնտեսական։ Դուրը։ Վայ, չկա են մեծերը, չտես։ Սավեքս։ Սավեքս։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն իմ տանն եմ, դեմքով սենց մի հատ լիարժեք հավեսով ասեմ բարլուս, սիրելիներ ջան, բարի լույս հարազատներ ջան, ամենաբարին ձեզ, ճիշտ անկերուս հետ կոֆե եմ խմել, գնացինք, ֆրֆրացինք, հետեկանք, ինձ թված ձայն են տալիս, առավոտ շուտ հաճելի էր էլի, քանդետը, ասմա լավ, գնալու ես, խրվես, տան գործերով ես կոմ, են կոմ, արի համենակ չեմ ելնի, համե գնանք մի հատ ֆռնանք կանք, ասմեն տոմը թամսուտա, արի վեր գնամ ու գնամ, պետացա գնացի լեջան գյուղը, հաստորեն ուտեղ, փորձում եմ հյուրատուն սարքեմ, փորձում եմ ողնա սարքում են էլի արդեն, տենց, համ իմ համար նորություն, համ ձեր համար նորություն, ու ձերի հետը ռոզատատիկիս հետ չպվեցի, ասում այս անք գրառումներն պասիվ եմ չմտածես, չեմ նայում, դե ես գիտեմ ինչ գործերի մեջ, անձնականով ասում ենք, խոսում ենք, շփվում ենք, մի խոսքով էլի, ու Ալեքսիս նվիրած ծաղկեփունջ, կողքից էլ են դեղինները ավելացրել էր, ասում աչքի լույսի պես պահում եմ, ասում եք, ինչքան լավ մարդիկ կան, տեր իմ շնորհակալ եմ քեզ, ուրեմն սուրճ խմեցինք, ժողովուրդ, եթե սա սենց ուղղակի լիներ վաճառքի, սա գովազ չէ, էլի ցուցափեղկում դրած, ես երբևիցե չէի առնի, ուրեմն քաղցրի պահանջը կոտրելու շատ հարմար տարբերական ու նայեք մի հատ Grand Candy արտադրանքն այն, որ ամեն ինչը իր համովա չէ, համաձայն եք իմ հետ, հələ դուք մի հատ իր պուճուրությանը նայեք, այն որ այդ պահին քաղցր ես ուզում, կոտրի պահամ, սա մենք, Սիլվանա սա մեզ տվել ճիշտ է, ինքը շատ թարմ էր, ինձ նենց հետաքրքիր աստեղ գտնի, թե հենց Grand Candy-ների խանութում առնում, բարձրաճաշակա Սիլվան, կրկին անգամ եմ համոզվում, ինքը սենց որ բացնենք, եկեք մի հատ բացեմ, հələ նայեք էլ ինչ մինիատյուրնի սիրուն, հաճելի կոնֆետի կամ, ստենայեք, ահա. Միջուկն էլ սպիտակ, տեսակ, ու շատ համով, ուրեմն, ես որ խանութ եմ մտնում, մի ուրիշ պատրվակով մտնում եմ, մի ուրիշ բան առանց դուրս գալիս, կամ երբեմն էլ համ իմ ուսասն եմ առնում, համ էլ հետը էլի դաբավշնի ուրիշ բան եմ առնում, ոնց ես անգամ եղավ, ուրեմն դե տաքսիով էինք գնացել, հետո եկանք իջանք տնտեսական խանութ, չգիտեմ դուք ոնց ես սև շորերի համար առանձին նախատեսած հեղուկ ունեմ, գունավորի համար առանձին, սպիտակի համար առանձին, բայց են անգամ վաճառողին խորհուրդ տվեց, ասմա վերցրու սրանց ունիվերսալը, ինքը շատ լավ է լվանում, հավատացեք իրոք տենց էր, այս անգամ ունիվերսալը չկար, գունավորի համար նախատեսվածը վերցրեցի, արժեքը 4900 դրամ, 60 լվացք անում ինքը, որ շատ հարմար է, ոնց են ասում, մի լվացքը 100 գրամից ցածր է անում, հա,
Այստեղ այդ հիմնականը ես ինչքան վաղտա ուզում էի, որ պարտադիրից պարտադիր ես առնեմ, որովհետև չունեի։ Այս վերջում երկու լվացք արեցի, փոշի կար, ասի դա էլ վերջանա, որ չթափեմ ու նոր կառնեմ։ Հիմա արդեն որ լվացք գլներ չունեի, ոչ փոշի, ոչ հեղուկ, ընդեղ թայդի կապսուլներ ունեի, բայց Այդ էլ պահ կա ուզում ես շորերիցդ շատ անուշ հոտ գա, չէ, լվացքդ փափուկ կլինի, մի խոսքով չմանրանամ, ինձ թվում է իրար հասկացանք, այդ էլ երևի մի 6-7 կապսուլել ունեմ թայդի, այդ էլ թողեցի հագուստ լվանալու համար, մի հատ կոֆեսեփի ու ցույց տամ, հա, ինչ եմ անում, այսօրվանից իբր թե եղանակները տաքանալու են, բայց ոնց որ այսօր չէ, օխա եկավ կոֆես, տեսակ պղպջակներ առաջացնելով, ենքան սիրում եմ այդ պահը, ենքան հավեսով այպեմ, ուրեմն լավաշ եմ գնել, Իսկ այդ տնտեսական խանութից սիրելի հետևորդներս այսա եմ գնել, չեմ կարում էլի, չի ստացվում, անտարբեր գնալը, սենց բաների կողքով, ընքան հարիմարա ինքը սոխարացի համար, ձվածեղի համար, մի խոսքով, սենց փոքր թավա, ինձ Այն որ անհրաժեշտ էր, թավան ինքը 3.8, կապարիչն էլ 1002, ես էլ բիզնեսի նոր տեսակ, են առանձին ես առնում են առանձին, գիտեմ ասելու եք, Անայդ ջան, բարով մաշես, ուրախ օգտագործես, ես էլ ասելու եմ, ապրեք, շնորհակալ եմ, ուրախ օրերը մնաք, ու լավ օրերում մնաք, շատ սիրում եմ, այս պահը, ցանկացած ապրանքի, որ պոկում ես, նամանավանդ նայում եմ բլոգերների երեք ինստագրամում, iPhone 17 են գնել, ու այդ պահն էին ցույց տալիս, թե ոնց են պոկում, դե հիմի ով դրանից է ուրախանում, սիրելի հետևորդներս, ես էլ սենց բաներից եմ ուրախանում, որ իմ ձեռքի տակ հարմար, սիրուն, իմ ուզածը լինի, կամաց ուզում եմ, որ Ալեքսես ինքը իր համար սկսի պատրաստելը մարդեմ, մի օր էլ կարողա տանը չլնեմ, ինքը իրան տիրություն անի էլի, ասած մեծերին կյանքա, քարի խատ չես դառնում, ամեն ինչ էլ պատահա, այս էլ սա ենք պոկում, հավեսով, հետո պախ, այս մասում էլ ցիպոչկա է, վայ, ասնա, արա վայ, այս դրեցինք լվոնալը, սրանց հետ գցեցի աղբը, ու ասելու եք, անայդ աղջիկ, կոֆեց սաղատ, շորս ենքան շատ եմ սիրում, ենքան շատ, նամանավանդ այս բոծիներով, ինքը շատ սիրուն է, շատ տոքա, շատ լավն է, բաղարկողը ինչքան լավն է, բանվիրողը ինչքան լավն է, էլ ասելու չի, քանի որ առել եմ թարմ նոր թխած լավաշ, վերջապես կարողացա էլի հասկացնեմ,
Տոնից տվեք թարիմը, հինը չեմ ուզում, կամ եթե թարիմը չկա, ասեք, որ հինա, ես մտածեմ, վերցնեմ, թե ոչ։ Ես սիրում եմ, որ կտրում եմ, օգտագործելու ժամանակ հեշտ ու հարմար է լինի, սիրելի հետևորդներս։ Մեր սուրբ հացը հայկական։ Համով, հոտով, հավեսով։ Ասենք, որ բացենք, արդեն պարզ է, որովից հետո է։ Հենց հարմար և հաճելի։ Դեռ մտածում եմ, ինչ եմ էրբելու այսօր, որովհետև մտահղացումը տարբեր է ու խառն եմ։ Այս սփլոց 3 վիդեոներ եմ ցույց էի տալիս, նկատեցի, որ կետիկներ կավրեն, ամանի հեղուկ եմ լցրել ու եսա դրա հարցերն էլ ենք լուծելու, հեղուկ չունեի, դրա համար չեմ լվացել, ստե ընկերուս հետ ենք կոֆե խմել, տենց մնացել է, սիրելի հետևորդներ ջան, ստեղ էլ ձեռի հետ հենց վերև եմ գնում, մի բան հետս իջացնում եմ, մինչև Այ ծնգս մամա ջան, մինչև քիչ կհասնենք վերջին, ինչը որ պետք է։ Ոնց է ուրախանում Ալեքսը, որ մամա ասում է վաղը հանգստյան օր է, չէ, ասում եմ հա ուռա, ասում եմ Ալեքս ջան, վախ ու վախ։ Են որ իրոք ուռա։ Մեկ մենք ծնողներս էլ ենք, չէ, ուրախանում կարտոֆիլս մնաց հանելու, ծաղիկս մնաց տեղափոխելու, վերևս կուզեմ հարթուկ ունեմ շատ, այդ հարթուկս է պետք անել, որից հետո մի հատ կուզեմ ընդհանուր սենց տամփոշին փոշահանեմ, ընդեղ էլ կեղտոտ ոչինչ չունեմ, անգամ լուսամուտ ծաղ լվացած է։ Դրանից հետո ուրեմն վարագույրներս եմ տվել կարելու, այն փոքր երեխու պես սպասում եմ երբ է պատրաստ գնելու, որ վայել ենք էլի մի հատ իրար հետ։ Տենց բաներ, սիրելի հետևորդներ ջան, բարեկամներ ու հարազատներ ջան։ Հիմա կոֆես խմեմ, էլի դուրս կամ դրսում գործ ունեմ, բայց թե դա կադրից դուրս գործ է, այդ գործս էլ ավարտին հասցնեմ, մի հատ էլ խանութ մտնեմ, արդեն ոչ տնտեսական պահերով, Ալեքսը որ սառնանը բացում է, տենում է դատարկա, ասում է մամա, մենք ոչ մի բան չունենք սառնանում, ասում եմ դե մեկ կարա տենց էլ լինի, սովորի, որ կարա տենց էլ լինի, դիտավորյալ փորձում ես, որ շատ բան չառնես, իրա ուշկու միտքը զուտ էդ երշիկեղեն, մի խոսքով, ինձ թվում է այդքանը հասկացաք,
Բայց այս պահին կուզեի գնայի տեսնեմ հավի թևիկներ կան, երևի հենց հավի թևիկներ սարքեմ, այրոգրիլը դնեմ ու շատ հարմար հավեսով պատրաստեմ, որովհետև ոնց անում ես, ինչ անում ես, այրոգրիլը պատրաստելը ժողովուրդ ավելի հարմար ու կոմֆորտ է, ամեն առումով նամանավանդ ձմեռը, երբ որ տունդ տաքացնում ես, չես ուզենա չէ, ավել անգամ, այսպես ասած թուր լուսամուտ բացես, օդափոխես պարզա, առավոտը պարտադիրից պարտադիր, ամառելնի, ձմեռելնի, բացում ես օդափը, դե ամառը միշտ բացած, ձմեռն էլ արդեն ռեժիմով են որ զգուշ, բայց այրոգրիլը ինչով է լավ, ոչ հոտ կա, ոչ օրինակ ձեթը կթռնի ես կոմ են կոմ, ոչ ինչ-որ միջաշեպեր ու ծուխումուր կանի, ոչ բան էլ չի անում, ինքն իր համար, իր հավեսով, խելոք ու խոնար հարսի պես, իր գործը սուսուփուս, լուրումունչ կատարում է։ Անգամ հանած աղմուկը չի շատ, ես իմ ձևի սենց ականջ ցավացնող աղմուկ։ Դրա համար, քանի գնաս դեպի ձմեռը, այդքան ուզում ես, որ շատ օգտագործենք այրոգրիլը, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա այս պահի համար երևի թե այսքանը, գնամ գործ ունեմ դրսում է տանեմ, հետո դեպի խանութ գնամ, տեսնեմ ինչ եմ առնում ու այդ պահերով ձեր հետ կմիանամ։ Այս ընթացքում ահագինից ահագին գործեր արեցի, կադրից դուրս իհարկե, գնումներս արեցի, այսօր շատ փող ծախսեցի, որ նայում ես առածդ մի բան չի, ծախսածիդ գումարը 25,000 դրամ, որ խորը մտածում ես, ընդեղ լվացել է։ Տապակը, կոֆեի, բաժակ, մաժակ, տենց էլ թողել ու դուս եկել, որովհետև քանի Ալեքսը տանը չէր, ուզում էի դուրս գնացած լնեմ առանց իրա, ստեծու եմ առել, տնական է չկամ, անցանք նորից պետականի հույսին։ Հետաքրքիր է ինչ արժեքություն, յարիքթի, չտվեց գնացուցակս, ինչ հալին, իմ հետևորդուհիներից Ջեման լսել էր, որ վերջը շատերը տերիկ ասել մաննու մեջ ոչ մի օգտակար բան չկա, այս չկա, այն չկա, անձնականով իրար հետ շփվում ենք դե, իմ վրա ուղարկել էր, որ մաննին առնեմ, որ լավ ելնի, դրանից չկար։ Ջարս կտվեց նորից սառա, սառնանում կատ կա, Ալեքսն էլ մաննի ա ուզում, գլուխսն են ցացարում, չեմ կարամ ինձ կառավարում։ Սենց բաներ եմ առել, երկու հատ։ Հենց բաներն առնելուց ժողովուրդ ուշադիր եղեք, պարտադիր և արտադրման, ամսաթվին և պահպանման, որովհետև սկզբից ուրիշ էի վերցրել, հետո հասկացա, որ շատ հին բան եմ վերցրել։ Ալեքսի յոգուրտները, կյանքիս մեջ համտեսած կա նուշ, իմ սիրելի, լվալապետ, երեխեք, ես չեմ հավատում, որ նայեք էլի մի հատ պիտակը, Սանկտ Պետերբուրգ, տեսակ նենց քաշեց, զգում եմ, որ ուզում եմ գնամ մերոնց մոտ այդ ոնց եմ ուզում, զգում եմ, որ նայեկիս շատ եմ կարող մի հատ սենց երշիկ եմ առել, որովհետև
նախաճաշին հարմար տարբերակը, եթե նրբերշիկ, ապա աղիքով, էլի գոնե մի քիչ բոլիմենի սալավնա, հուսանք մի օր այս բյուրմաները ինձ նկատեն, ու սպիտակի հավի բգիք չկար, սենց բգիք էր, արուզեքը 1200 դրամ, սրան մի անգամից կուղարկեմ սարնարան, ստեղ բամբուլ ունեմ չերնասլիվ, վերջ, այսքան բան եմ առել, 12,000 դրամ վճարել եմ, որ նայեմ այս առածդ ոչինչ, ոչ բան չկա, ընդամենը փողոտ գնաց մի այլ կարգի, բան ուշը էժանացել էր, 4990, սպասեմ մի պուջուր էլ էժանանամ, այս ահամը տեսնեմ, եթե լավ արնամ, երևի մի 3 կիլո կառնեմ ու սաղցմեր, դա մեզ շատ տաուքի չի, որովհետև Ալեքսն այդքան չի սիրում, եթե անկեղծ ես եմ շատ սիրում նուշը, չափից շատ նույնիսկ, բայց երեք մաման երեկել ձուկ էր բերել, այս ձգնիկին երևի թե կեպեմ, Ինչ ոչ բան չեմ անի, կեպեմ, այստեղ է, հոնում եմ, թողել էի ու գնացել, հիշում եք, չէ, այս հոնում եմ էսա կլվամ հավեսս տվել, երբեմն քեզ թվում է, որ վայ կամ դու սոված ես, կամ դու ծարավ ես, բայց զգում ես, որ օրգանիզմը մրգի պահանջ ունի, որովհետև այն փոքրուց մենք միրգը շատ ենք օգտագործել, սովոր ենք մրգին ու առանց մրգի անհնար է էլի, ոնց կանես առանց մրգի, չեմ էլ պատկերացնեմ, թե ոնց կանեմ, այսքան մի օրա ես ուզում եմ շիճուկով բլինչիկ թխեմ, դեռ թխում եմ, զանգեցի մեր ընկերկայանային, լավ կարմրել է, կուզե մի քանի բան կագում է կամ պոտոնի, բայց թե եսի մրցանակային ֆոնդը սպառվեց, էլ ինչ կամպոտ, խանութում իմ համաքաղաքացին ինձ տեսավ, փաթաթվել է, ասում է, դե քորոսկինը իրա բառերով եմ ասում առանց չափազանցության, ասում է, դե քորոսկինը քո ֆանատն է, քեզ շատ ասիրում, ասում եմ, ողջերից, ասում է Վանաձորի, ջան ողջույններ, իմ Վանաձորի բոլոր հետևորդներին, ասում է, են անգամ եկել էր, ասավ ու ասավ, ասում է, ասի, Արիտանեն իրանց տուն, ամաչեց չեկավ, մեկ ամաչի, բոլորս էլ մարդ ենք, ես բոլորին էլ հարգում ու սիրում եմ, քանի դեռ ինձ չեն վնասել ու չեն մնացել, այնպես որ իմ դուռը բոլորի համար էլ բաց է, համեցեք, մարդը գնենք, սիրով գնենք, համերաշ, իրար հետ,
Իմ աշխատանքն է նեցավոր, սիրելի հետևակայք, այս գործի տեր մարդը պիտի շփվի, ուրիշ ձևի չի կարա արնի, եթե չշփվես, դու այս հարթակը քո համար չի ուրեմն, դրա համար չեմ խուսափում, էլ ընդհակառակ այս կանաչի ու դեղինի հետ ասեք, որ կարմիրի համադրությունը սիրուն առնելու, եկեք տեսնենք, տենց հա թե ոչ, պիտի որ հենց տենց է լգնի, շատ էլ թե իմ համարա ես ու իմ տղեն ենք, այսպես ասած հյուր չկա, բայց թե եթե կանանք սիրուն ափսեից ուտենք, օգտվենք, ինչի չանենք, դե ինձ ասեք, վախի չանենք, տեսակ, որ ճիշտ էի, մասա թափում ենք, Վերացմա ջան, ձենիք գուրգան, Հմի էտ տարբերակնա, սալորներն են ջրի մեջ դնելու ու թողալու, որովհետև իրա փոշին շատ է շատ, հելա ինչ ընտիր սալորներ են կարկուտի խպատ բայց, սոնց հատողես չեք, ժամից, որ մի քիչ անցնում որ չի գալի, չէ, ես ուղղակի անհանգստանում եմ մի այդ կարգի, մեկը աչկումս շատ եկավ, մի հատ լավ բանա, սակող մնա ջրի մեջ, ջրի ձենը դուսեմ ու չխմեմ բացարվում է. Այս դրա հետ հիշում եմ, որ շատ էլ չի կարելի, դրա համար մի կումով բավարարվում է, այդ մի հատ բացենք, ուտնանք ներսում ինչքան փխրունա չէ, ինքը շատ համով է, եթե պոկվում է, իր այս սևը հանում եմ ու ճաշակում, շատ համով է. Գնացի։ Ահա, սիրելի հետևորդներս, շարունակվում է իմ օրը, խոհանոցային էջի համար ձուկ ունեինք, գիրիկունը փագի դուրը, քաշի դուրը, մամաս եկել էր, ձուկ էր բերել մեզ համար, ու ուզեցի, որ այսենց դնեմ, ու ձուկն էլ փորձեմ, հա, այրո գրիլեմ, գիտեք, թե որ մաման ձուկը բերում է, ինքը համեմած, այս կողմ են կողմ, պրիպրավնարած, առաջի անգամը չի, ինձ թվում է այդքանը գիտեք։ Նեմ ես։ Իրոք ես։ Շատ սիրալիներ արդեն դրանք։ Այդո գրելի մեջ։ Վսյո, դե թող միանա։ Ինչ բանի ես, հա։ Շնչում է երենասիկամ։ Հա։ Այս աշորոս փոխել, ու գնանք պոպոկ հավաքելու։ Այդ ձվերը բերես, ցելոֆոնով, հետաքրքիր մի բան, շատ շուտ էր, կին կար էլի, ով ձու ավաճառում տնական, իրան ասել է և մի կբերես տնական ձու, տնականը կարում ես էլի կիսայր պանես, թերխաշ ձու,
Ես որ շատ եմ սիրում, համել աստված մի արասցե, որ կոկորդ հանգի նայա մի խոսքով թեր խարցում, ոնց են ասում վիրեվիրա։ Ըստենց բաներ, սիրելի հետևորդներ ջան, հիմա ձուկը մաքրեցինք, այն օրը մաքրեցինք, լավ ասի չէ, ասա այնքան հետ ես դու ձուկ մաքրել այ աղջիկ։ Ճիշտ է, որ վանաձորից առնում եմ, մաքրում եմ, բայց մաման ենա մաքրած, պատրաստ, ապուրատնի բերիմա, ուրեմն այն օրը գրավումների բաժնը, շատ հավանում եմ այս հեղուկը, Ամերիկայից եմ ստացել ու շատ լավն է, ստե նայում եմ չկա, մի կաթիլ է երևի մի 20 հատ աման կդվա, Եսիմ արդեն քանի ամիս նվա օգտագործում եմ։ Ուրեմն այն օրը գրավումների բաժինն եմ կարդում, այս կրանտս քանի բացեցի ու այս էլի հիշեցի։ Ինաս գիտեք գրավումների բաժնը նկատած կզնեք, Ինա Գասպարյան, ինքը շատ լավ մարդ է, ոնց ասեմ, շատ հավեսով, շատ հաճելի, իր կարծիքը անկեղծ արտահայտող մարդ է, եթե ինչ-որ մի բանը դուրն է չի գալիս, շնորհքով, սազով, ոնց պետք է գյուղիմա ասման ջան, ես այս բանը սենց կանեի, այն մյուս բանը նենց կանեի, մի խոսքով, իսկ հիմա իրար հասկացանք, ասելիքս ինչումն է։ Հիմա գրավումների բաժնը գրել էր, որ Անայդ կա շինանյութի խանութները, ցնցուղանման ծորակը երկարացնող, չգիտեմ ինչ, ասմա որ գնասատներ, իրանք քեզ կտան, հիմա քաբինիկ կսնգավ ու քանի որ հագուստս չեմ էլ փոխել, քանի որ խոհանոցային էջի համար հոլովակ էի նկարում, սիրելի հետևորդներս, երևի թե հենց այսպես էլան է, մինչև դուք գնի մեր տան մոտ է, շինանյութի խանութը, մի հատ քարվռալով գնամ գամ, քարվռալով, բայց պետը էյտա, Շպայն կապը Գնամ լատենամ կա մեր մոտ տենց բան Եթե Երևան կա ստեղ էլի պիտի լինի Ալեքս Էդ դուրը փակ պահի է Էդ մի ամանն էլ բեր Տղա ջան Տելու վամցավ տանը մամա Համի կերար Իմ տղային շատ հոն է սիրում Չապից շատ Դա Դա շատ լավ է Այդտենց Հիմա Գնամ եսա շինանյութ Մի հատնա եմ տենամ իրոք ունենք տենցա Այդ տանտոտս կացի ապթե Սրպիշներ Կանեմ դրսին թորներ Խանավություն կորի Այսով հավես չավի լվացքի Դրսան կադրիս դուս գործերում էի արեցի Հետո Էսա հիմա էլ հագուստուս փոխեն Պետք է մեր ուտողա գնանք օպոք հավաք
գնաց, քանի դեռ ժամանակ կա, քանի դեռ ձուկը եփում է։ Գնամ, էտա որ առնեմ, ձեր հետ էլ կդիսնեմ, օպա, հիմա ես էլ շնորհակալություն կասեմ։ Ձկնիկ, դու դեռ եփիր, իսկ ես գնացի, ոնց գնացի, նենց էլ եկա, չկար տենց բան, վաճառողն ասնա, Վալդբերիսը մալնում, ուվ, ես իմ Վալդբերիսից էլ ուղղակի հավես չունեմ, որովհետև գիտեք, Ո՞ին գրեց գցիս Վալդբերիսը, այդ տենց բան էր, որտեղ որ չստացվեց, սպասենք սա եփի ու արդեն գնամ բոբոք հավաքելու։ Ահա, սիրելի հետևորդներս, այստեղ արդեն պատրաստել եմ համապատասխան ափսեն, որ պիտի տեղավորեմ ձուկն ու կարտոֆիլը և Ռոդվիլը ուշեց, որ ամեն բան պատրաստ է, ասեմ ձեզ, որ 10 րոպեն շատ քիչ էր, քանի որ երբ որ լրացավ 10 րոպեն, հասկացա, որ ոչ ձուկն է եփված, ոչ առավել ևս կարտոֆիլը, սիրելի հետևորդներ ջան, հիմա տեսեք թե ինչքան լավ ու ճռճռան սիրուն հավեսով ստացվել է, ոչը, խնդրան, սա մեջքի մասը, սա էլ գլխի մասը, ավելի առողջ, ավելի համեղ և օգտակար։ Դե ինձ սիրելի հետևորդներս, այսօրվա համար նախատեսեցի այսպիսի համեղություն, ձեզ ասում եմ ստեսություն, լավ եղեք, առողջ ու երջանիկ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսով։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, պատրաստեցի, վերջացրեցի, տեսեք ոչ կպնում է, ոչ մի, ավել բան չի լինում, ընդհակառակ ձեր խորհրդին հետևելով, տեսա որ ավելի լավ ու ճիշտ է լինում, այս էլ մեր ձկնիկը, ստեղ են չէ ասում պահ, վայ չուտողին, դա ինչ մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում, եթե դուք էլ եք հացուտում, ձեզ էլ բարի ախորժակ, տեսնեմ որտեղ ենք հանդիպում։